Սիրով շարժում ենք առաջ, սիրելի ուսադիտողներ, րոպեներ առաջ մտովի իհարկե մենք տեղափոխվեցինք Կապան ու Կորե պատկերացնում ենք, թե ինչ է տեղի ունենալու ապրիլի 4-ից 7-ը, հիմա շատ արագ վերադառնում ենք ու բարձրանում ենք վեր։ Իմիջիայլոց բոլոր այն մարդիկ, ովքեր բարձրությունից ունեն ֆոբիա որպես այդպեսին, առաջարկում են գալ մեզ հետ ու հաղթարեք, որովհետև այդ բարձունքում ամեն ինչ շատ ջերմ է, ամեն ինչ շատ անմիջական է ու հաճելի ու ցանկացած վախ մեզ հետ միասին կարող եք հաղթարել։ Եթե ծաղիկներով բարձրանան, ծաղիկների վախներ խոսում էինք, անտոֆոբիա ունեցող մարդիկ էլ կարող են բարձրանալ եւ հաղթահարել վախը։ Սիրելիներ, գնում ենք դեպի թատրոն տանիքում, որտեղ մեր հրաշալի գործընկերները ունեն ֆանտաստիկ գունեղ ու բոլորի համար նախատեսված հրաշալի նորություն, ինչի մասին է լինելու, ինչպես միշտ ասելու է Ձյաննան, բայց ես կներկայացնեմ նրանց ռեժիսոր Գոհարիկ Փոքրիկյանը, տաղանդավոր, բարի լույս։ Բարի լույս։ Միանգամից թույլ տուր շնորհավոր եմ միամսյակը։ Քո սիրելի Գոհարիկ, եւ զարմանում եմ, թե վաղ առավոտ ինչպես ես գունային համադրությունը ստեղծել, գտել այս պիջակը եւ գալ ու լցնել մեր տաղավարը հետաքրքիր վառ գույնով։ Մարդ որ ներսից լուսավոր է լինի, կարծում եմ ընտրությունը այսպես երկար չի տատանվում, ինչ պետք է հագնել։ Երիտասարդ ու շատ տաղանդավոր դերասան Արտյոմ Ալեքսանյանը, բարի լույս Արտյոմ ջան։ Եվ հրաշալի ընկեր, տաղանդավոր դերասան, ռեժիսոր, ստեղծագործող մարդ Արմեն Մարգարյանը, բարի լույս։ Բարի լույս։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ։ Նախ շատ ուրախ եմ կարևոր մի բանի համար, որ ես երուզերի մեջ Արմեն ջան գիտեմ, որ ներկայացման հետևից պրեմիերաներ եւ այլն, բայց գտակ այդ ժամանակի վերջո Կիրակի առավոտը մեզ հետ կիսելու համար։ Եթե կծարավեք ջուրը ձեր տրամադրության տակ է, ինչի մասին ենք խոսելու, ինչի շուրջ ենք խոսելու ենք Փիթեր Փեն ներկայացման մասին, կախարդական բարի մեր բոլորի մանկության կարծում եմ ներկայացում ֆիլմ սիրելի, եղել է պրեմիերան մարտի 23-ին եւ 3 է խաղաց։ Այո, խաղացել ենք։ Սակայն մեր հեռուստադիտողները պետք է նաև իմանան, որ կարծում եմ խաղացանկայինը եւ շարունակաբար կարող են գալ եւ նայել ներկայացումը։ Սկսենք ամենասկզբից Փիթեր Փեն եւ տանիքում։ Սովորաբար մենք սովոր ենք, որպեսզի տանիքում 16 կամ 18+ ներկայացումներ են լինում։ Հիմա հասկանանք Փիթեր Փենը դարձել է այդպիսին, թե այնպիսի լուծումներ են գտնվել, որոնք այո, տարիքային այսպես շեմը տատանվել է։ Տեսեք, թատրոն տանիքումը արդեն ինչքան ժամանակ է փոխել է իր ուղղվածությունը, այնտեղ նաև մանկական հրաշալի ներկայացումներ են բեմադրվում։ Փիթեր Փենը այդ ներկայացումների ցանկում կարծեմ թվով 3-րդը կամ 4-րդն է։ Մեկ տարվա կտրվածքով այնտեղ տեսնում ենք, չէ՞, այդ մանկական ներկայացումները։ Այո, նաև մանկական ներկայացումներ են խաղացվում եւ Փիթեր Փենը դրանցից ուղղակի հերթական մեկն է։ Իսկ սխալվեց։ Այդ սխալ ուղղելու համար խորհուրդ եմ տալիս նաև մանկական ներկայացումներին լինել, որովհետև այն ներկայացումները, որոնք այնտեղ մանուկների համար են, մեծահասակները հաստատ մեծ ջերմեռանդությամբ կարող են դիտել, որովհետև մանուկների եւ մինչեւ 100 տարեկան մանուկների համար են արվում այնտեղի ներկայացումները։ Սիրելի Փոքրիկյան, ես իրոք այն երջանիկ դերասաններից եմ, որ գոնե մեկ անգամ հնարավորություն ունեցել եմ քո ներկայացումներից մեկում զբաղված լինելու։ Եվ վստահորեն կարող ենք ասել, որ ոչ մեկ անգամ կլինի հետագայում։ Տարբեր բեմարտակներում, թատրոններում ներկայացման ռեժիսոր ես հանդես եկել, բայց եթե չեմ սխալվում, թատրոն տանիքում սա քո դեբյուտային աշխատանքն է։ Այո, երկար ստեղծագործական դադարից հետո այնպես ստացվեց, որ ընտրվեց հենց թատրոն տանիքումը, ինչու որովհետև ինքը ցանկացած ազատ ստեղծագործողի համար շատ հետաքրքիր հարթակ է, որովհետև թատրոն տանիքը արդեն ինքը այլ ընտրանք է առաջարկում, որտեղ չկա այդ դասական մեզ բոլորիս ծանոթ բեմը, իր տրամադրող բոլոր հնարավորություններով, այստեղ կա մի հրաշալի տանիք եւ այդ տանիքը դու արդեն քո ստեղծագործական հմտություններով պիտի դարձնես մեկ այլ աշխարհ։ Այս դեպքում սա եղավ Փիթեր Փենի աշխարհը։ Թիմին ինչպես ընտելացար, եղել էր մինչ այդ թատրոն տանիքում թե ոչ, եւ ծանոթ է ընդհանրապես այդ ձևաչափը, այդ հետաքրքրությունը քեզ խնդրեմ։ Թատրոն տանիքում չի եղել, իսկ ինչ էր նայում մինչ այդ։ Երևի բոլոր թատրոններում եղել էի, բարձրանում վերեփայտ։ Բոլոր թատրոններում եղել էի, բացի տանիքից։ Չգիտեմ, զարմանալիորեն ու հաճելիորեն զարմացա այդ առաջարկից։ Առաջին ներկայացումն է։ Առաջին թատրոնում հա։ Միանգամից ակտորն է ընտրվել, թե տարբեր դերակատարներ
Արծեմի ընտրությունը ամենաբարդն էր, որովհետև քանի որ Փիթեր Փենը ինքը շատ հայտնի սիրված կերպար է եւ երեխաների մոտ նամանավանդ արդեն ինքը որոշակիորեն ունի իր կերպարը ձևավորված է, այո, դրա համար նախ ֆիզիկապես արտակնապես պիտի կերպարը լիներ նման գոնե մոտ, հավապատասխան որոշակի կարծրատիպին ունեն կապեր մեջ։ Չգիտեմ ինչպես ստացվեց, մի քանի, այսպես ասած, երիտասարդ դերասանների քննարկել ենք հասկանալու համար թե ում վերջի վերջո ընտրել եւ այսպես շատ պատահական առաջարկ եղավ, որ այսպիսի մի երիտասարդ շնորհալի դերասան կա, որը դեռևս ուսանող է, նկարը ուղարկեցին, նկարը տեսա ու ասեք, որ հրաշալի Փիթեր Փեն է, այո, ներքին մի անգամից եւ հաջորդ փուլը արդեն որպես այսպես փոքրիկ քաստինգ եղավ, պիտի ծանոթանայի իր հետ, իր դերասանական մնացած տվյալները ամեն դեպքում պիտի հասկանայի, համապատասխանում էին պատկերացրած կերպարին թե ոչ եւ ընդամենը մեկ բառ ասեց եւ ես հասկացա, որ մենք գտել ենք մեր մեկ գլխավոր Արտյոմ շատ հետաքրքիր։ Գիտեմ, չեմ Չէ, սկզբից ես ուղղակի առաջարկեցի Արտյոմին, որ որևէ տեքստ արտասանի, ինքը այսպես շատ խառնված էր եւ ասեց, որ ոչինչ չի հիշում, ասեցի դե լավ, արի նստենք ու զրուցենք։ Իհարկե բոլորս տեսել են, որ երեխաները գալիս են զբաղեցնում են իրենց տեղը, նստարաններին նայում են, այստեղ էլ կարծես թե նույնն է, բայց մթնոլորտը մի քիչ տրամաբանությունը այլ է։ Ինչ կա հիմա երեխա հանդիսատեսի մոտ, որ օրինակ մինչ այս չէր նկատել ու ինչ մասնակցություն ունեն, շատ ինտերակտիվ րոպեներ ունենք, թե մի քիչ զերծ եք մնացել նաև այդ ամենից։ Տեսեք, շատ տեղին է ձեր հարցը, որովհետև ներկայացումը որպես այդպիսին ներկայացման գործողությունը տեղափոխվել է խորդանոց, երեխաները փախնում են, չարաճճություն են անում, փախնում են իրենց ծնողներից, թաքնվում են խորդանոցում եւ այստեղ գտնելով հեքիաթի այդտեղ տարիներով կորած փոշոտված գիրքը բացում են եւ այնտեղ սկսվում է հեքիաթը։ Եվ քանի որ չկա այդպես չորրորդ պատի հասկացությունը, երեխան, որը որպես հանդիսատես նստած է հանդիսատեսի աթոռին, ինքը շատ մոտ է եւ այդ խորդանոցի մեջ է ինքն էլ։ Այդ պատճառով այնպիսի տպավորություն է, որ երբ որ հերոսները, երբ որ հայտնվում են բեմատարածքում, հայտնվում են հենց մեր կողքին, հանդիսատեսի կողքին։ Եվ ինտերակտիվությունը որպես այդպիսին շատ չեմ պահպանել, բայց Արմենի կերպարը ունի, որ Ես չէի էլ կասկածում եթե անկետ։ Արմենի կերպարն է շատ շփվում երեխաների հետ, փորձում է վախացնել իր կերպարին համապատասխան եւ վերջում էլ, այսպես ասած, երբ որ երեխաները պատժում են շատ յուրահատուկ կերպով, չեմ ուզում բացել փակագծերը, որովհետեւ ուզում եմ գաք եւ ինքներդ տեսնեք թե ինչպես, այստեղ էլ երեխաները, որ նստած են հանդիսատեսի աթոռին, իրենց մասնակցություն ունենում են, թեկուզ այո, խոսում են, քննարկում բղավուցներով, պատժամիջոցներն են Երկու ներկայացման ժամանակ էլ նույն կերպ են պատժել, թե այսպես շատ ծայրահեղ պատժամիջոցներ են ընտրում երեխաները։ Ծայրահեղ է պատժամիջոցը, այո, եւ տեսակի։ Երեխաները շատ ակտիվ են, այսինքն մասնակցությունը իրեն շատ ակտիվ է։ Այո, այդպես արեք, այո, տարեք։ Եվ գիտեք ինչն է տպավորել, երբ որ խոսք գնաց այդ ինտերակտիվության մասին, այնտեղ Փիթեր Փենը տեսարան կա, որտեղ շատ նեղացած իր մայրիկից, որ դե գիտեք պատմությունը, որ վերադառնում է եւ տեսնում է, որ պատուհանը փակ է եւ դրանից հետո ինքը շատ նեղացած է բոլոր մայրիկներից եւ ասում է բոլոր մայրիկներն էլ այդպիսին են, իրենք մի օր եթե դու երկար ժամանակ գնում ես ու հետ չես գալիս, մոռանում են քեզ այնքան ապշած է, որ դահլիճով նստած երեխաները կռիվ էին տալիս Փիթեր Փենի կերպարի հետ, բոլոր մայրիկները չեն այդպիսին, ամեն մեկը ոնց որ ասած իր մայրիկի համար պայքարում էր, որ ուզում էր ապացուցել, որ իր մայրիկը այդպիսին չի, լավն է, որ եթե փնտրես կգտնես քո մայրիկի մեջ էլ ինչ որ լավ գիծ, որը կվերադարձնի այդ հավատը
մանկության եւ լույսի հանդեպ։ Արտյոմ առաջին անգամ է իր թատրոնում ներկայացման մեջ ընդգրկված եւ գլխավոր դերում, այն էլ երեխաների համար էր ներկայացումը։ Մի փոքր քո զգացողություններից պատմի, սպասելիքներից մասին պատմիր, ինչպիսին էին եւ հետո արդյոք արդարացան գուցե գեր, այսպես ավելի զգացմունքային էր, քան դու էիր պատկերացնում։ Իսկ դու իմ մտքերը կարդում ես։ Հա, շատ հաճելի էր, երբ դերասանական մեր կազմը եւ այդ մթնոլորտը, որ ներկայացման մեջ տիրում էր, մինչեւ Peter Pan-ի պրեմիերան հասցրի ուրիշ ներկայացման մեջ էլ տանիքումներ գրավել, առաջինը նա խաղացինք, մյուս մանկականը հրաշագործ Օլիվիան։ Այնտեղ մի հատ այսպես փորձվեցի, նոր այստեղ ավելի թեթև էր, հեշտ էր։ Շատ լավ էր, շատ ուրախացնում էր ինձ այդ ռեակցիաները երեխաների։ Այս ամենը քեզ համար նաև պիտի լինի պարտավորեցնող ըստիս, որովհետև ուսանողական շրջանում սա կարծում եմ քեզ համար լիարժեք դպրոց է յուրովի, որպեսզի մասնագիտությանդ նայես ուրիշ աչքերով ու նաև շատ ավելի խորքային մասնագիտանաս այն ամենի մեջ, ինչը որ քեզ տրված է ուսանողական տարիների շրջանում։ Իդեպ մեզնից շատերը, եթե հիշում ես Հայկ, մենք էլ մանկական ներկայացումով սկսեցինք ուսանող շրջանում։ Միանշանակ կան խնդիրներ, որ լիարժեք հասկանում ես ու հաղթարում ես հենց այս սեվաչափի մեջ ու նման ներկայացումների շրջանակներում։ Երբ փոքրիկյան գնում եմ դեպի այն փոփում չեմ կարող այս հարցը չտալ, ինչպես միշտ հավատարիմ ես մնացել քո վառ երևակայությանը, որտեղ կան անսահման շատ գույներ եւ այդ գույները այս ներկայացման մեջ տեսնում ենք թե ոչ միայն բնավորության, այլ նաեւ հենց այսպես գույն, որ օրինակ կրում ես դու հենց հիմա քո վրա։ Կարծում եմ, որ այո, մնացել եմ հավատարիմ իմ ձեռագրին, ինչ վերաբերում է մանկական ներկայացումներին, ամեն դեպքում փորձել եմ ուրիշ տեսանկյունից նայել, այն տեսանկյունից, որ նայում է բեմադրիչը, ռեժիսորը եւ եկեք համաձայնենք, եթե պիտի բեմադրեմ այնպես, ինչպես դուք եք կարդացել եւ տեսել, ցանկացած մեկը, որ կարդում է գիրքը, կարիք չի լինի բեմադրության։ Պիտի երբ որ հանդիսատեսը մանավանդ երբ որ գալիս է արդեն ընդունված եւ սիրված որևէ գրական ստեղծագործություն տեսնելու, պիտի ինքը տեսնի մեկ այլ ֆորմատ, մեկ այլ ուղղություն, տեսանկյուն, այո։ Եվ սա արդեն մեկ ուրիշ հարց է կընդունի, այս տեսանկյունը, որ բեմադրիչն է առաջարկում, թե ոչ։ Դա էլ թողենք իրենց։ Թողենք իրենց, բայց ես կուզեի, որ ընդուներ։ Վստահաբար։ Հրաշալի։ Հավատարիմ եմ մնացել։ Ընկերների Եվ Գարիկ լինելու է հաջորդ ներկայացում եւ երբ։ Հաջորդ ներկայացումները նախատեսված են, այո, քանի որ ներկայացումը խաղացանկային է, ապրիլի 13-ին եւ 19-ին։ Այո։ Մեր տաղավարում էին ռեժիսոր Գոհարիկ Փոքրիկյանը, դերասաններ Արմեն Մարգարյանը եւ Արտյոմ Ալեքսանյանը զրուցում էինք Peter Pan ներկայացման մասին, որը կարող եք դիտել թատրոն տանիքում։ Այս ամսին այլևս չեք կարող դիտել, ինչպես լսեցիք, արդեն ապրիլի 13-ին եւ 19-ին, բայց դուք սոցիալական ցանցերով եւ տոմսարկղով հետևեք, որպեսզի բաց չթողնեք։ Դե մենք բարև երկիրն ենք, շարունակենք մեր ընթացքը, շնորհակալություն։ Հանդիպում ենք րոպեներ անց։